Պողոս առաքյալը, եթե նկատել եք, ամեն անգամ քրիստոնեայի կյանքը նմանեցնում է պայքարի, պատերազմի դաշտի, մրցուղու, ինչ որ մի դաշտի, որտեղ պայքարելով ինչ որ մի բանի են հասնում։ Ու գիտենք, որ այդտեղ մրցելու համար մարդիկ ինչի են մրցում։ Բնականաբար մի նպատակ ունեն հաղթելու համար, ինչ որ մի նպատակ, ինչ որ միտեղ հասնելու համար։ Բայց նաև գիտենք, որ հաղթելու համար մարզիկից, հաղթելու համար պատերազմողից շատ մեծ ջանքեր է պահանջվում։ Լավ մարզավիճակ, խելացի դատողություն, լավ եւ ճշգրիտ ռազմավարություն, դրանք օգնում են, որ հասնի տեղ, հասնի իր նպատակին, ինչի համար որ մրցում է։ Հաղթում անա, ով ունի այդ գործի մեջ ավելի մեծ հմտություններ, գիտելիք։ Մեզ ավելի հասկանալի օրինակներով շատ անգամ լսել ենք։ Օրինակ, մարզիկը, վազորդը դուրս է գալիս մրցուղի, բնականաբար, եթե իր ոտքի մկանները մարզված չլինեն, ինքը չի հաղթի։ Կհաղթի նա, ով քրտնաջան աշխատել է ու մարզել է իր մարմինը։ Շախմատիստը օրինակ, եթե իր միտքը մարզված չի, ինքը չի կարող իր հակառակորդի քայլերը մի քանի անգամ առաջ նայի, իր միտքը ուղեղը մարզված չի, բնականաբար հաջողություն չի ունենալու։ Պատերազմում ավելի խորը հետևանքներ, օրինակ եթե պատերազմում են, եթե ռազմավարություն չկա, խելացի ճշգրիտ աշխատանք չկա, կորուստներ կունենան ու ավելի ցավալի կլինի։ Եկեք նույն տրամաբանությամբ նույնը նայենք մեր հոգևոր կյանքում, մեր հոգևոր աստվածապաշտության մեջ։ Ամեն ինչին հասնելու համար նրանք քրտնաջան աշխատում են, գումարներ են ծախսում, իրանց ոչ հաճելի բաներից հեռու են պահում շատ ժամանակ, որպեսզի հաղթեն։ Նույնը քրիստոնյայի կյանքում է։ Շատ քրիստոնյաներ կարծում են, որ փրկվել են, դրանով ամեն բան վերջանում է։ Կարծում են, որ օրինակ դուրս են եկել մրցուղի, ուրեմն վերջ, արդեն հաղթողներ ենք։ Գիտեք, Աստծո մեծ ողորմությունով, Քրիստոսի արած գործով մենք ձրի փրկություն ունենք, շնորհքով փրկված ենք բոլորս, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում, դրանով կարելի ասել ամեն ինչ նոր սկսում է։ Աստված ձրի քեզի փրկությունը տալիս է, բայց քեզանից մեծ ջանք է պահանջում, դու այդ փրկությունը տանես միջև վերջ, հասցնես միջև վերջ։ Հիսուսի խոսքերից կարանք պարզ հասկանանք, Հիսուսը իր բերանով ասեց. «Նեղ այն ճանապարհը եւ նեղ այն դուռը, որով մտնում եք եւ որը կյանք է տանում, եւ լայն այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում»։ Բնականաբար հասկանում ենք, մեր ընտրած ճանապարհը հեշտ չի լինելու։ Քրիստոսին հետևելը ուղղակի, ասենք ասենք, պարապ զբոսանքի նման մի բան չի։ Չենք կարող Քրիստոսին հետևում ենք ու ուղղակի մեր համար դուրս ենք եկել, ճանապարհ ենք գնում, հաստատ հասնելու ենք տեղ, հաստատ հաղթողներ ենք։ Այդպիսի բան չկա։ Քրիստոսին հետևելը մեզանից ջանք է պահանջում ամեն օր։ Կներեք, չկա այդպիսի մի օր, որ քեզանից ջանք չպահանջի Քրիստոսին հետևելը։ Եթե մի օր թուլանանք, մեծ խորը հետևանքներ է ունենալու։ Խոսքը ասում է սատանան քնած չի, ու այս վերջին օրերում բնականաբար ավելի շատ, ասում եմ, մռնչացող առյուծի պես ման է գալի, որ եթե հնարավոր է նույնիսկ ընտրվածներից կուլ տա, շատ լուրջ է։ Եթե ֆիզիկական սենս աշխարհում կարող է մարզիկը մի անգամ պարտվի, հետո իր վրա աշխատի, նորից ինչ-որ բանի հասնել աստվածապաշտության մեջ, սահումներ լինում են, ընկնումներ լինում են, բայց դրանք հետևանքներ են խոր ունենում։ Մենք պիտի ամեն օր ջանք գործադրենք, ամեն օր մեր վրա մեր անձը վարժեցնենք, որպեսզի կարողանանք Քրիստոսին հետևել ու հասնել տեղ։ Ու առաջի համարը, որ կկարդամ, առաջի Տիմոթեոս 4:7-8 համարներն է, շատ ծանոթ համարներ։ 7-ի երկրորդ մասից կարդամ. Քո անձը, Պողոսը գրում է Տիմոթեոսին, քո անձը վարժեցու աստվածապաշտության մեջ, որովհետև մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, բայց աստվածապաշտությունը ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմյան եւ գալու կենաց խոստումները։ Ամեն։ Պողոսը Տիմոթեոսին զգուշացնում է, անձդ վարժեցրու աստվածապաշտության մեջ։
Հոգևոր կյանքը ինքը իրենով հեշտ չի։ Հոգևոր կյանքը դյուրին ու սովորական չի, որ կարելի ասել փրկվում ենք ու ամեն բան օրհնություններով է հեշտ, ամեն բան մեր համար լավ է լինում։ Դժվար է, շատ տեղեր դժվար է, սայթակում ենք, ընկնում ենք, ինչ-որ միտեղ գայթակղվում ենք, ինչ-որ միտեղ քնում ենք, դժվար ճանապարհ է։ Դրա համար Պողոսը ասում է անձդ վարժեցրու։ Անձդ վարժեցու այդ աստվածապաշտության այդ ընթացքի մեջ։ Պետք է պատրաստվենք դրանք։ Պատկերացրեք, եթե մարզիկը, օրինակ, միշտ համեմատականը դրա հետ ենք տանելու, որտեղ Պողոս Առաքյալն էլ հաջորդ խոսքում հենց մարմնի վարժության մասին է համեմատում։ Պատկերացրեք, որ մարզիկը պետքա պարապի, վարժություններ անի իր համար որոշված, բայց ինքը ուղղակի հանգիստ պիտի ինչ-որ առաջնության մասնակցի, բայց իր համար հանգիստ ման է գալիս։ Հաճույքներից է օգտվում, երկար է քնում, օրինակ, չի գնում մարզումների, որտեվ դա իր համար տհաճ է, դժվար է, բնականաբար դժվար է։ Ու գալիս է օրը ցավալի հետևանքներ է ունենում։ Պողոսը ասում է անձդ վարժեցրու։ Եկեք մի կարելի ասել կոպիտ օրինակով, բայց նայենք ում են վարժեցնում կամ կենդանիներին կրկեսում վարժեցնում են։ Գազանների, որ ընտանիք կենդանիներ չեն, իրանք սովոր չեն օրինակ օղակների մեջ թռնելով կամ կրկեսում երկու ոտքի վրա կայնեն կամ ինչ-որ բաներ անեն, որ մարդիկ զվարճանան։ Իրանք սովոր են իրանց բնազդներին, իրանց ազատությանը, իրանց հաճույքներին, ոնց գիտեն, ոնց որ իրանց բնազդը իրանց առաջնորդում է։ Ու շատ դժվար է իրանց վարժեցնելը։ Ու վարժեցնում են այն մեկին, ով որ դրա մեջ չկա, այդ իր համար շատ խորթ է։ Օրինակ բնականաբար արջին շատ դժվար է վարժեցնել, որ ինքը հելնի, օրինակ օղակի մեջով անցնի կրկեսում կամ ինչ-որ դա իր համար շատ բարդ բան է։ Ու հասկանում ենք Պողոսը ինչ ասում, վարժեցրու, երբ գալիս ես աստվածապաշտության կյանքի մեջ, քո սպասումները կարող է չարդարանան, տեսնելով այդ դժվարությունները, ոնց ես ամեն օր պիտի ին վրա աշխատեմ, ամեն օր էս պիտի անեմ, դա ես չեմ կարա։ Այն անցյալ կյանքից ինչ բերել ենք, հին կյանքից, բնականաբար դրա հետ չի խոսում։ Բայց ասում է անձդ վարժեցրու աստվածապաշտությանը, զգուշացնում է։ Առանց վարժության ոչ մի բանի չեն կարա հասնենք։ Մի Աստծո մարդ աստվածապաշտության սահմանում է այսպես է տալիս. Աստվածապաշտությունը մարդու իրական ու կենդանի հոգևոր կյանքն է։ Աստծո հանդեպ սեր, հնազանդություն եւ սրբություն ապրող սրտի վերաբերմունք։ Հատկանիշներ աշեշտում աստվածապաշտության կյանքի մեջ, որոնք ինքն իրենից արդեն դժվար են պահել։ Օրինակ մարդու համար հեշտ չի հնազանդվել, համաձայն եք։ Հեշտ չի ամեն անգամ Աստծո ասածին ուղղակի հեշտ հնազանդվել, հեշտ չի սիրել, հեշտ չի սրբության կյանքով ապրել, բայց դա աստվածապաշտության մասեր են կազմում։ Ու Պողոս Առաքյալը, որ ասում է վարժեցրու, բնականաբար դրա մեջ պետք է վարժեցնենք։ Մի քիչ ավելի ուշ մի ցուցակ կասենք, մեր վարժությունների հետ կապված հոգևոր վարժություններ, որոնք մտնում են դրա մեջ ու շատ անգամ մեր համար իրոքից շատ դժվար է։ Ու ոնց որ արդեն շեշտեցինք, ամեն անգամ վարժություններ անել մարզիկի համար կամ ինչ-որ ծանրության տակ մտնել հաճելի չի։ Եթե նայել եք աշխարհահռչակ մեծ, օրինակ մարզիկների ինչ-որ հաջողության հասած մարկանց խոսքերը, իրանց հարցազրույցները, իրանք բոլորն էլ ասում են, որ իրանցից ինչ-որ մի բան կտրել են։ Ժամանակ, գումարներ, ջանք են ներդրել, քրտնաջան աշխատել են, իրանց հաճելի չի եղել։ Օրինակ ընկերները դուրս են եկել զբոսնելու, բայց իրանք պետք է պարապեին դրա վրա։ Ու այդպես են հասնում հաջողության։ Եթե դու ուղղակի ուզենաս համատեղես, չես կարող։ Եթե մի բանի պետքա գնանք, եթե մի բանի մեջ մտել ենք, մի նպատակի գնում ենք, հստակ պետքա գնանք միջև վերջ։ Մեր անձերը վարժեցնելով գնանք միջև վերջ։ Մեր աստվածապաշտության կյանքում էլ շատ վարժություններ կա, որոնք պետքա ամեն օր անենք, ամեն օր առանց բաց թողնելու, բայց որը շատ անգամներ բնականաբար ինձ թվում է դժվար անում ենք, չեմ ասում, որ միշտ այդպես, բայց օրինակ գիրք կարդալիս քնում ենք, շատ հասարակ բաներից ենք սկսում։ Աղոթելիս մտքով սավառնում ենք։ Եկեղեցի գնալիս ժամանակ չունենք։
Աստծո ձայնը լսելու ականջ չունենք։ Սրանք վարժություններ են, որ պիտի մեզ վարժեցնենք սրանց մեջ։ Մեզի խորթ է լինելու, պետքա վարժեցնենք։ Այն խոսքը չվերցնենք, որ եթե հոգևորենք կամ ինձ ստիպելով չի, պիտի սրտից լինի։ Ոչ, Պողոսը ասում է վարժեցրա քեզ աստվածապաշտության մեջ։ Բնականաբար որ գաս ուզենաս մի ժամ աղոթես, սկզբից հաճելի չի լինելու, չես կարալ ուղղակի ասես, հա, այս ինչ հեշտ էր էս մի ժամ աղոթել օրինակ։ Պիտի վարժեցնենք դրա մեջ։ Հավատացյալների հետ շփվելու հավես չունենք, որփին եւ աղքատին օգնելիս գումար չունենք։ Հիշում եք Հակոբոսի գրքի մեջ ասում է ճշմարիտ աստվածապաշտությունը որփին եւ սովածին հագցնելու կերակրելն է։ Մյուսներին օգնելիս տարբեր գործերում կամ եկեղեցու գործերում կարողություն չունենք։ Իրար սիրելու, ներելու սիրտ չունենք, ավետարանելու համարձակություն չունենք, իրար խրատ լսելու իրարից խոնարհություն չունենք, բժշկելու հավատք չունենք, տկարին բարձրացնելու զորություն չունենք, ուրիշների համար բարեխոսելու սրտացավություն չունենք։ Սրանք այս ցուցակը կարանք շատ երկար շարունակենք։ Ես էլի եմ կրկնում, չեմ ասում, որ մենք այս սրանցից ոչ մեկ չունենք կամ այս sense վատ վիճակով գնում ենք, չէ, բայց սրանք հոգևոր մարդու կյանքում զուտ ուղակի էս մի քանիսը առանձնացած ցուցակը շատ երկար կարա գնա։ Բաներ են, որոնք պետքա մեր անձը սրանց մեջ պարտադիր վարժեցնենք, որպեսզի կարողանանք հաջողության հասնենք։ Մենք մեծ ցուցակ կարանք նաև շարադրենք գրենք, թե մեր աշխարհիկ ցանկությունների մեջ ինչ մեծ ցուցակ ունենք, որ կարող ենք դրան ժամանակ տրամադրենք ու ջանք ներդրենք դրա մեջ։ Բայց այսպիսի բաների մեջ վարժությունը մեր համար շատ ծանր է թվում։ Պողոս առաքյալը ասում է մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար չի ասում վատ է։ Մեր մարմինը պիտի խնամենք, բնականաբար ապրում ենք, այս մարմինն Աստծոց տված է, հոգսեր, կարիքներ, ինչ որ լավ բաներ, ամեն բան կարելի է, բայց քիչ բանի է օգտակար։ Այս մարմինը ժամանակավոր է։ Ինչքան էլ լավ նայենք, ինչքան հոգ տանենք, մի օր այս մարմինը հող է դառնալու։ Հետևենք էլի այս մարմնի համար ամեն ինչ էլ ինչ որ օգտակար է անենք ու շատ լավ է դա, բայց սրա վրա կենտրոնանալով մեր անձը պետքա վարժեցնենք ավելի շատ աստվածապաշտության մեջ, որը խոսքը ասում է 8-րդ համարը։ Մարմնի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, բայց աստվածապաշտությունը ամեն բանի համար է օգտակար, ունենալով այժմյան եւ գալու կենաց խոստումները։ Աստվածապաշտությունը վարժեցրու քո այժմյան եւ գալիք խոստումները դրա մեջ է։ Թե այս կյանքում քո համար լավ կլինի, թե ավելի կարևոր բնականաբար հավիտենական կյանքում։ Ջանք է պետք թափել, հիշում եք Հայտնության 21:7-ում ասում է ով որ հաղթի ամենը կժառանգի եւ ես կլինեմ նրան ասված եւ նա ինձ որդի։ Խոսքը ասում է ով որ հաղթի, հաղթողը, իսկ հաղթողները բնականաբար մեծ ջանքեր է պահանջվում։ Եվ վերջում ավարտելիս հիշենք մի Մատթեոս ավետարան 25-ում մի առակ կա, ժամանակի առումով չեն կարդա, ուղղակի հիշենք, հաստատ բոլորդ լավ գիտեք, քանքարների առակը, հիշում եք։ Տանտերը կանչեց ամեն մեկին քանքար տվեց, մեկին 1, մեկին 2 եւ մեկին 5։ Դե մի թվերը կարևորը միտքը հասկանանք։ Ասում է ում որ 1 էր տվել, ասում է վախեցա, տարապահեցի, երբ որ Տերը եկե պահանջում էր քանքարները, թե ով ինչ արե։ Ու քո քանքարը վերցրու։ Եվ մյուսը, 2-ը եւ 5-ը դրա վրա աշխատել էին ու ջանք են դրել ու ավելացածով տվեց։ Ինչ արեց, ասում է այն ով որ չի աշխատել մի քանքարն է վերցրեք տվեք նրան ով որ աշխատել է։ Այսօր մենք փրկություններ ունենք մեր համար բաժանված, ձրի վերցրել ենք Աստծուց այդ փրկությունները, բայց մի օր հասնելու ենք տեղ ու Աստված մեր ինչ տվել է այդ փրկությունը դրա վրա ջանքը պետքա պահանջի։ Ինքը ջանք է ուզում տենա ու եթե դա պահենք ուղակի չվարժվենք դրա մեջ չաշխատենք ու այդ պահենք ուղակի կանանք ասենք Տեր պահել են քեզ հետ ենք տալիս, էդ էլ մեր ձեռքից կվերցվի։ Պիտի այն ինչ որ ունենք ձրի, պիտի դա գնահատենք ու դրա վրա ջանք տնենք։ Ծուլություն անելով, վերջում գրել ենք, ծուլություն անելով կկորցնենք այդ փրկությունն էլ, ջանք անենք, որպեսզի այդ փրկությունը պահենք ու դրա վրա ավելացնենք։ Ամեն, այսքան էր խոսքս, կարծում եմ շատ ժամանակ լսված խոսք է, բայց ժամանակ առ ժամանակ պետք է մեր անձերը սրա մեջ վերանայենք ու սովորենք մեր անձը ամեն օր վարժեցնենք այս աստվածապաշտության մեջ։ Ամեն։